Ջազային Շչելկունչիկ նոր համերգային նախագիծը հնարավորություն է Արամ Խաչատրյան համերգասրահի բեմում համատեղել ոչ միայն համաշխարհային երաժշտ արվեստի երկու հսկաներին՝ Չայկովսկուն եւ Դյուք Էլինգտոնին, այլ նաեւ նույն հարթակում ազատ երաժշտական մենամարտի հրավիրել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ եւ պետական ջազ նվագախմբերին։ 1892-ի ամանորի նախաշեմին Մարիինյան թատրոնում տեղի ունեցավ Շչելկունչիկի պրեմիերան։ Շչելկունչիկը Չայկովսկու կարաբի երգներ, նրա վերջին բալետը, որը երաժշտական հանճարը գրեց մահվանից ընդամենը 1 տարի առաջ, այդ օրվանից աշխարհի մեծ թատրոններում ամենակատարվող գլուխգործոցներից է եւ վերածվել է Սուրբ Ծննդյան եւ Նոր տարվա խորհրդանիշի։ Ջազային Շչելկունչիկ նախագծում ֆիլհարմոնիկը հանդես է գալիս նոր, անսպասելի ձևաչափով։ Ինչի համար այս նախագիծը մենք բախտ ենք ունենալ երաժշտության պատմության մեջ այնպիսի անձնավորություն, ինչպիսին է Դյուք Էլինգտոնը, որը իր ժամանակների ոչ պակաս հանճար է, քան Չայկովսկին, ես վախում եմ այդպես ասել, բայց ջազի սիրահարների համար դա այդպես է։ Եվ նա համարձակվել է իսկապես վերածել մի քանի համարներ Շչելկունչիկից ջազ տարբերակի, եւ ինչի շնորհիվ մենք ունենք այս բանաձևը, այս նախագիծը։ 1960-ականներին Շչելկունչիկին անդրադառնալու գայթակղությանը դրվեցին նաև ջազի գիգանտը Դյուք Էլինգտոնը եւ Բիլի Սթրեյհորնը։ Արդյունքում ծնվեց 9 համարներից բաղկացած ջազային մի սյուիթ, որում Էլինգտոնը փոխել էր անգամ Չայկովսկու օրիգինալ վերնագրերը, բայց որին վիճակված էր նույն հաղթարշավը, որին արժանացավ Չայկովսկու երաժշտությունը։ Հայաստանի ջազ բենդը տարիներ առաջ այն արդեն հնչեցրել է կամերային նվագախմբի հետ, այժմ ֆիլհարմոնիկի հետ բաթլը նոր փորձառություն է։ Այս մշակումը ունի Էլինգտոնյան բիգ բենդի դարաշրջանին բնորոշ այդ փայլուն սվինգային հնչողությունը, այսինքն մենք լսելու ենք մեծամասամբ սվինգային ջազ, դա ժամանակակից մոդեռն ջազը չի, դա այսօր արդեն դասական դարձած ջազային հնչողություն է, այնպես որ հորդորում եմ հանդիսատեսին շատ չմտածել, շատ չվախենալ, որտեղ լսելու ենք լավ տրադիցիոն բիգ բենդային ջազ երաժշտություն, որը կսիրեն եւ երիտասարդությունը եւ ավագ սերունդը։ Բայց Չայկովսկի Էլինգտոն տոնական հրավառությամբ համերգն իհարկե չի ավարտվի։ Երկու նվագախմբերը նաեւ այլ անակնկալ են նախապատրաստել։ Նոնե Ալեքսանյան, Սերյան Անտոնյան, լուրեր։